Ստեղծագործությունը միշտ պիտի հուզի ունկնդրին։ Հիշենք Չապլինի ֆիլմերը կամ Կոմիտասի երաժշտությունը։ Չէ որ դրանք արվեստի իսկական ստեղծագործություններ են եւ ոչ թե ժամանակի մոդայիկ պտուղներ։ Երաժշտության ճշմարտացիության առաջին ու անհրաժեշտ պայմանն ու չափանիշը հուզականությունն է։ Այն պետք է հուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ եւ ոչ թե զարմացնի։ Ամեն ինչ անցողիկ է, իսկ արվեստը երաժշտությունը երբեք։ Հայ մեծանուն կոմպոզիտոր Արնո Բաբաջանյանը մեկը դարձավ նրանցից, ում թողած հոգևոր ժառանգությունը հավակնում է ընդմիշտ ապրել սերնդերի հետ, բաշխելով նրանց խինդ ու երջանկություն, սնելով նրանց հոգևոր աշխարհը լույսով ու ջերմությամբ։ Արնոյի երաժշտությունը հավերժական արժեք է դարձել նախ եւ առաջ այն պատճառով, որ իր իսկ խոստովանությամբ այն ծնվել է հույզերից եւ կոչված է եղել արթնացնել ունկնդրի զգացմունքները, ինչպես ինքն էր ասում, ցնցել նրա հոգին, ձգտումը լույսին, գեղեցիկին, բարությանը։ Ահա մարդկային հոգու գոյության կարևորագույն պայմանը, որը երաշխիքն է նաեւ կյանքի հավերժության, եւ հյուսելով իր արվեստը մարդկային հոգու այդ կենսահաստատուն արմատներին, նա կարողացել է հավերժացնել նաեւ իր երաժշտությունը, վերմղելով այն ժամանակի պայմանական սահմաններից։ Իմ մոտ տպավորություն է, որ նա ինչ-որ միտեղ է, բայց գալու է, նորից կհանդիպենք, և երբեմն ինչ-որ մի ստեղծագործություն գրելիս կամ վերհիշելիս իր գրածները, ես ասում եմ կամ ինչ-որ մի հարցում էլ օրինակ այս երգեր փորձում մի անգամ ասեցի Արնարությունից, այս երգը նորից հարկավոր է վերականգնել, ասում է ճիշտ ես ասում, բայց մի քիչ էլ սպասենք, հետո արդեն չհասցվեց։ Ես կարծում եմ, որ այս երգին մենք նույնպես ժամանակին կանդրադառնանք եւ մյուս շատ երգեր, որոնք անարդարացիորեն այսօր չեն հիշվում, բայց իրենց թարմությունն ու նշանակությունը չեն կորցրել։ Սա երևի արվեստագետի ամենաբարձր գնահատականն է, որ իր ֆիզիկական բացակայությունը իր ստեղծագործություններով իսկապես բերում է անմահություն։ Այդպիսին էր Արնո Բաբաջանյանը։ Ժամանակին ռուս անվանի բանաստեղծ Դեմենտևը ասել է. Ես շատ էի աշխատել Բաբաջանյանի հետ։ Նա այն աստիճան էր սիրահարված կյանքին։ Նրանում այնքան հումոր կար եւ մարդկայնություն, որ կարծես նրա երաժշտությունը ծնվում էր այդ բարությունից։ Նա ուներ գեղեցկության բնատուր զգացում։ Արնո Բաբաջանյանը ընդմիշտ մնացել է ուրախության եւ լույսի կոմպոզիտոր։ Այս գնահատականում առկա է կարևոր մի հանգամանք, որը բնորոշ է նաև Արնոյի մասին հնչեցրած ուրիշ շատերի կարծիքներին։ Ժամանակակիցներից եւ գործընկերներից ոչ ոք չէր ընկալում Բաբաջանյանի արվեստը որպես առանձին երևույթ, որպես ինքնըստինքյան կոմպոզիտորական տաղանդի դրսևորում, այլ բոլորը միահամուռ կերպով կապում էին նրա երաժշտությունը իր մարդկային տեսակի եւ կերպի հետ, բխեցնելով մեկը մյուսից եւ պայմանավորելով նրա ստեղծագործական աշխարհը հեղինակի հոգեկերտվածքով։ Իրականում հենց դրանում էլ կայանում էր Արնոյի ֆենոմենը։ Մարդու, ով իր պայծառ կերպով երջանկություն ու խինդ էր պարգևում հարազատներին, ընկերներին, շրջապատին եւ կոմպոզիտորի, ով կարողացավ իր շռայլ հոգին վերածելով աննման մեղեդու հասու դարձնել այն միլիոններին եւ ընդմիշտ նվաճել նրանց սրտերը։ Բաբաջանյանի մասին խոսելուց ակամա վերհիշում ես մի այնպեսի մեծ էպոխա երաժշտության մեջ, որ նույնիսկ դժվար է պատկերացնել այդքան մեծ ժամանակաշրջան, այդքան շատ արած գործ եւ այդքան քիչ արած գործ, որտեղ ինքը քիչ ապրեց։ Արնո Բաբաջանյանը մեր մեծ երախտավորներից է երաժշտական արվեստի մեջ։ Գերազանց դաշնակահար, հրաշալի կոմպոզիտոր, մեծ քանակությամբ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ, որը ճանաչում է գտել ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից շատ հեռու։ Ես ինձ երջանիկ եմ զգում, որ
եղել եմ նրա ժամանակակիցը։ Մենք ծանոթացել ենք 60-ական թվականների սկզբին, երբ ես դեռ ուսանող էի կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժնի, եւ այնպես եղավ, որ փոքրիկ համագործակցության պես ասեմ, թե ինչ ասեմ, ինչ որ հարաբերություններ սկսեցին մեր մոտ, որը վերածվեց հետագայում մեծ բարեկամության, եւ այդ բարեկամությունը պահպանվեց մինչեւ նրա կյանքից հեռանալը։ Ցավոք նա շուտ հեռացավ կյանքից։ Եվ 82 թվին նա հեռացավ կյանքից, մինչև վերջի օրը մենք շատ լավ բարեկամներ էինք, շատ մտերիմ, նրանից շատ բան եմ սովորել։ Արնո Բաբաջանյան մարդը դա բացի անհատականությունից ազգային մի գանձ է մեծ, որ մնացել է։ Նա եւ իր ապրելով, եւ մահանալով, իր մեծ ներդրումը ունեցավ մեր ոչ միայն հայ մշակույթի մեջ, այլ սովորական հարաբերությունների, մարդկային այսպես շփումների հարցում իր հենց երևույթը 1921 թվականի հունվարի 21-ին Երևանը բնակ ուսուցիչ, մասնագիտությամբ մաթեմատիկոս Հարություն Բաբաջանյանի ընտանիքում ծնվեց Արու զավակ։ Ծնողների ուրախությանն ու երջանկությանը իհարկե չափ չկար, չէ որ հայերն ըստ ավանդույթի Արու զավակների ծնունդին միշտ էլ առանձնահատուկ կարևորություն են տալիս։ Սակայն ողջավորության հետ մեկտեղ Հարություն Բաբաջանյանը ունեցավ նաև մտահոգվելու երկու պատճառ, որոնք թեև աննշան էին, բայց եւ անհնար էր չնկատել դրանք։ Այդ պատճառներից մեկն այն էր, որ մանուկը կարծես ինչ որ դիտավորությամբ ծնվել էր հենց այն օրը, որ մահացել էր ժողովուրդների առաջնորդ Լենինը։ Անձամբ Հարություն Բաբաջանյանն իհարկե դրանում ոչ մի հանցանք ու դժբախտություն չէր տեսնում, սակայն որքան էլ անհավանական թվա, այն տարիներին տիրող կոմունիզմի մոլուցքը մթագնել էր բոլորի ուղեղները։ Ուստի մանուկը կարող էր խնդիրներ ունենալ կյանքում միայն այն բանի համար, որ հանդգնել էր երջանկացնել ծնողներին Իլիչի մահվան չարաբաստիկ օրը լույս աշխարհ գալով։ Հոր մտահոգության մյուս առիթը նորածնի անհամաչափ մեծ քիթն էր, մի հանգամանք, որը թեև հղիչ էր քաղաքական վտանգներով, այնուհանդերձ կարող էր ողջ կյանքում հարուցել շրջապատի ծիծաղն ու վնաս հասցնել տղայի անձնական կյանքին։ Առաջին խնդիրը ծնողները չեզոքացրին անմիջապես։ Ծննդականում հունվարի 21-ը փոխարինվեց 22-ով եւ մանկան գլխին կուտակված քաղաքական ամպերը ցրվեցին գրիչի մեկ հպումով։ Իսկ ահա քթի անհամաչափ մեծության հետ հարկ եղավ պարզապես ներվել, քանզի այդ խնդիրը ոչ մի կերպ հնարավոր չէր շտկել։ Վերջապես կարելի էր սփոփվել այն փաստով, որ մեծ քիթը իսկական հայ տղամարդուն ավելի է առնականացնում։ Ի վերջո զուգադիպություն էր թե ինչ որ օրինաչափություն։ Մանկան անունն էլ ստացվեց հնչեղ ու արտահայտիչ, ճիշտ եւ ճիշտ ինչպես նրա քիթը։ Նրան կոչեցին Արնո, ու այդ անունով էլ նա ուղեգիր ստացավ դեպի մեծ կյանք։ Պետք է ասեմ, որ ըստ իրա պատմելու, որովհետև ես ինձ համար իմ ավակ ընկերներ, իրա պատմելով այդ բաները պետք է ներկայացնեմ, անցել է բավականին դժվար կյանքի ուղի, ծնվել է խորհրդային միության ամենադժվար տարիներին 1921 թվականին անցյալ դարի, անցել է բոլոր այդ իր վրա զգացել կրել է այդ բոլոր նեղությունները եւ այնուամենայնիվ իր տաղանդի, իր աշխատասիրության շնորհիվ դա կարողացավ հասնել բարձունքների իր արվեստի մեջ։ Բաբաջանյանների ընտանիքում երաժշտական կրթություն ոչ ոք չուներ, թեև Հարություն Բաբաջանյանը գերազանց ֆլեյտա էր նվագում։ Գուցե օրից էլ Արնոյին փոխանցվել էին երաժշտական փայլուն ընտունակությունները, որովհետև դեռ 4 տարին չբոլորած փոքրիկն արդեն փորձում էր նվագել հին հարմոնի վրա։ Ինչպես պարզվելու էր հետո, դա ոչ թե պարզապես գործիքի հետ խաղալու տարրական ձգտում էր, ինչպես նույն հասակում ցուցաբերում է յուրաքանչյուր մանուկ, այլ երաժշտությանը ինքնամոռաց սիրահարվելու արտահայտություն։ Ընդամենը 1-2 տարի անց փոքրիկ Արնոյի կյանքում տեղի էր ունենալու այն նշանալի իրողությունը, որը բացահայտելու էր մանկան անվիճելի ընտունակությունները ու սերն առ երաժշտությունը։
եւ միևնույն ժամանակ կանխորոշելու էր նրա ապագան։ Մի անգամ մեր մանկապարտեզ եկավ մի այցելու։ Այդ մարդը խնդրեց, որ մենք երգենք, որպեսզի ստուգի, թե մեզանից ով ունի երաժշտական լսողություն։ Բոլորի թվում ես էլ երգեցի ու ծափերով ռիթմ էի տալիս ինքս ինձ։ Անծանոթը լսեց ինձ եւ ասաց, որ ես պարտադիր պետք է զբաղվեմ երաժշտությամբ։ Իսկ հետո ես իմացա, որ այդ մարդու անունն էր Արամ Եղիայի Խաչատրյան։ Դժվար է ասել, թե ինչպես կընթանար Առնո Բաբաջանյանի հետագա կյանքը, եթե ժամանակին չկայանար այդ հանդիպումը 20-րդ դարի հայ երաժշտության ապագա երկու գագաթների միջև, որոնցից մեկն այդ ժամանակ նոր էր հարթում դեպի Փարք տանող իր ճանապարհը, իսկ մյուսը դեռ տակավին մանուկ խաղեր էր խաղում մանկապարտեզում։ Հետագայում նրանք կապվելու էին ընկերության ջերմ կապերով, նաև սերտ ընդհանրություն էին ունենալու արվեստում, քանզի Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից էր սկիզբ առնելու այն ակունքներից մեկը, որով սնելու էր իր երաժշտությունը Առնո Բաբաջանյանը։ Այսպես թե այնպես, երիտասարդ երաժիշտ Արամ Խաչատրյանի խորհուրդը այն ժամանակ մեծ ներգործություն ունեցավ Առնոյի եւ իր ընտանիքի անդամների վրա։ Ծնողները վճռեցին լրջագույնս զբաղվել մանկան երաժշտական կրթությամբ եւ 1928 թվականին 8-ամյա Առնոն ընդգրկվեց Երևանի կոնսերվատորիային կից գործող Օժտված մանուկների երաժշտական խմբակ։ Սա նշանակալից իրադարձություն էր Առնոյի համար, քանզի հայտնվելով երաժշտական միջավայրում փորձառու ուսուցիչների ուշադրության եւ հսկողության ներքո, փոքրիկ ուսման մեջ դրսևորեց անրևակայելի ընդունակություններ։ Ընդ որում, բացի դաշնամուրի դասերը փայլուն յուրացնելուց, նա սկսեց նաև երաժշտություն գրելու փորձեր անել։ Այսպես, իր առաջին ստեղծագործությունը պիոներական քայլերքը Առնոն գրեց ընդամենը 9 տարեկան հասակում։ 1933-ին երիտասարդ երաժիշտների հանրապետական մրցույթում Առնոն ստացավ առաջին մրցանակը, գերազանց կատարելով Բեթհովենի 4-րդ սոնետը եւ Մենդելսոնի Ռոնդո Կապրիչիոզոն։ Սա ապագա խոշոր հաջողությունների նախանշանն էր։ Ուստի հանձին Առնոյի բացահայտելով մեծ հույսեր ներշնչող տաղանդի, հայ երաժշտարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին առանձնակի ուշադրությամբ զբաղվել պատանու ապագայով։ 1936 թվականին 16-ամյա Առնոն սկսեց վարպետության դասեր առնել Սերգեյ Բարխուդարյանի եւ Վարդգես Տալյանի մոտ, ով անվանի ժողովրդական երգիչ Գուսան Շերամի որդին էր։ 2 տարի անց 1938-ին նա մեկնեց Մոսկվա, նպատակ ունենալով ընդունվելու Գնեսինների հանրահայտ դպրոցը։ Այդ ուսումնարանի քննական հանձնաժողովը Աբշահար Առնոյի կատարողական վարպետությամբ անմիջապես ընդունեց նրան ավարտական դասարան, ուր Առնոն ֆորտեպիանոյի մասով կատարելագործվեց անվանի երաժիշտ Ելենա Գնեսինայի մոտ եւ կոմպոզիցիայի դասեր առավ Վիսարիոն Շեբալինի ղեկավարությամբ։ Արդեն այդ ընթացքում նա կարծես վերջնականապես կողմնորոշվել էր իր երաժշտական կարիերայի հետագա ընթացքի հարցում։ Անխոս նա ուներ փայլուն դաշնակահար դառնալու բոլոր անհրաժեշտ տվյալները, սակայն գնալով երաժշտություն գրելու հակումը հետազետը ավելի մեծ ուժով էր դրսևորվում նրա մեջ։ Հետագայում հայտնի երաժիշտներ Ռիխտերը, Գիլելսը եւ շատ ուրիշներ համոզմունք էին հայտնելու, որ եթե Առնո Բաբաջանյանը իրեն նվիրեր դաշնամուրին, ապա կդասվեր 20-րդ դարի ամենահռչակված կատարողների շարքին։ Ըստ նրանց, Առնոն հանճարեղ դաշնակահար էր։ Նրա նվագը զարմանալիորեն արտահայտիչ էր ու հուզիչ։ Դաշնամուրն իր ձեռքերի տակ խոսում էր, երգում, փոթորկվում, ապշեցնում գույների հարստությամբ։ Սակայն Բաբաջանյանը այնուհանդերձ աշխարհին հայտնի էր դառնալու որպես կոմպոզիտոր եւ հենց այդ բնագավառում էր նվաճելու իր մեծ փառքը։ 1947 թվականին Առնոն էքստերն կարգով ավարտեց Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը, իսկ մեկ տարի անց ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիա, ուր դաշնակահարի իր վարպետությունը կատարելագործեց անվանի երաժիշտ Իգումնովի մոտ եւ կոմպոզիցիայի դասեր առավ Լիտինսկուց։ Զուգահեռ նա հաճախում էր նաեւ Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տան երաժշտական ստուդիա, ուր դարձյալ հղկում էր իր վարպետությունը։ Ուսումնառության երկար տարիների ընթացքում կուտակված ահռելի պաշարը ու վաստակած վիրտուոզությունը եւ իհարկե անհատական օժտվածությունը Բաբաջանյանին շատ արագ մղեցին նոր սերնդի հայ երաժիշտների առաջին շարք։ Առնո Բաբաջանյանը այն հազվագիտ անձանցից մեկն է, որը 27 թե 28 տարեկան հասակում արժանացավ Ստալինյան մրցանակին Ալեքսանդր Հարությունյանի հետ եւ նույնպես հիշարժան փաստ է երկու հայ մեկ տարվա ընթացքում միասին ստացան երկու հայ ստացան Ստալինյան մրցանակ։
Արնո Բաբաջյանի իր հերոսական բալադի համար, որը այսօր էլ ցանկացած դաշնակահարի կարելի ասել փորձաքարն է, թե ինչպես են ազգում երաժշտությունը, որովհետև Բաբաջյանը դա ոչ միայն դաշնամուրային ստեղծագործություն, այլ երաժշտություն, այլ գիրք, զգացմունք, միտք, այդ ամեն ինչը նրա ստեղծագործություններում կա։ 1950 թվականին 29-ամյա Արնո Բաբաջանյանը սկսեց դասավանդել Երևանի կոնսերվատորիայում։ Արդեն այդ ժամանակամիջոցում նա հասցրել էր աչքի ընկնել բազմաժանր տարբեր ստեղծագործություններով, որոնցից առավել հայտնի էին ֆորտեպիանոյի համար գրված հերոսական բալադը, ջութակի եւ թավջութակի կոնցերտները, ֆորտեպիանոյի տրիոն, Դմիտրի Շոստակովիչի շատակին նվիրված կվարտետը։ Իհարկե ինձ համար չնայած ես աշխատում եմ հիմա էստրադայի ժանրում, պոպուլյար երաժշտության ժանրում, ինձ համար շատ գնահատելի է նրա կլասիկ երաժշտությունը, շատ գնահատելի է եւ կարծում եմ, որ այդ երաժշտության մեջ նա շատ բարձր է, շատ մեծ է։ Մեր հայկական երաժշտության մեջ նա շատ բարձր տեղ է գրավում հենց դրանով։ Իհարկե Բաբաջանյան կամերային երաժշտության նույնպես խոշոր մասնագետ էր։ Նրա դաշնամուրային ստեղծագործությունները, իսկ նրա տրիոն, հիանալի տրիոն, որ կատարեցին Դավիթ Օյստեխի եւ Կնուշևիցկու հետ միասին, նրա ձայնագրությունը պահպանվել է Փառք Աստծո, Մոսկվայում ձայնագրվեց Դավիթ Օյստրախի հետ եւ Կնուշևիցկու հետ, հեղինակը դաշնամուրի մոտ, սա էլ շատ արտակարգ կատարում են նույնպես, թե ստեղծագործությունը ինքը նույնպես շատ զգացմունքային, լավ իմաստով։ Բացի դրանից նրա երեք կվարտետներն են, վերջինը նվիրված Շոստակովիչի հիշատակին, շատ գեղեցիկ գտնված այնտեղ ձայներանգներ կան։ Վերլուծության ենթարկելով դասական այս ստեղծագործություններից յուրաքանչյուրն ու հանրագումարի բերելով դրանց բոլորի առանձնահատկություններն ու արժանինքները, արվեստաբանները միամուռ կերպով սկսեցին պնդել այն տեսակետը, թե Արնո Բաբաջանյանը փայլուն հեռանկարներ ունի դասական երաժշտության ասպարեզում։ Բոլորի խորին համոզմամբ երիտասարդ կոմպոզիտորը իր ստեղծագործության հիմնական ակունքները բխեցնում էր հայկական ժողովրդական երաժշտության ավանդույթներից, Ռախմանինովի դաշնամուրային արվեստից եւ Արամ Խաչատրյանի սիմֆոնիզմից ու կարողանում էր իր ազուգական տաղանդի շնորհիվ սինթեզել ոգեշնչման այդ աղբյուրները ներդաշնակ եւ կուլ մեղեդային հյուսվածքում։ Ու թեև այդ ազդեցությունը դասականներից Արնոյի պարագայում դեռևս ուժեղ էր, ինչը առասարակ բնորոշ գիծ է բոլոր սկսնակ կոմպոզիտորների համար, սակայն մյուս կողմից էլ չէր կարող չուրախացնել այն փաստը, որ Բաբաջանյանական երաժշտության մեջ արդեն իսկ դրսևորվում եւ գնալով ավելի արտահայտիչ էր դառնում անհատական յուրատիպ ոճն ու ձեռագիրը։ Ուստի այդ պարագայում շատերի համար անհասկանալի էր այն իրողությունը, որ խոստումնալից կոմպոզիտորը աստիճանաբար շեղեց իր ուշադրությունը դասական երաժշտությունից եւ ավելի շատ սևեռվեց ջազի եւ էստրադայի վրա։ Ինքան տաղանդավոր մարդ էր, որ այդ երգերը ասենց կողքից սկսեց անել եւ այնքան խրվեց այդ գործի մեջ, որ կոպիտ եմ խոսում շատ իհարկե, այնքան խրվեց դրա մեջ, որ մի կողմ նույնիսկ թողեց լուրջ երաժշտությունը, չնայած ես հաշվում եմ, որ երգն էլ շատ լուրջ երաժշտություն եւ շատ մարդիկ, ովքեր լուրջ երաժշտությամբ զբաղվում են, երգ չեն կարող գրել, որտեղ դա ամեն մարդու բան չի։ Երգի ժանրը դեռ վաղուց էր հետաքրքրել Արնոյին։ Ծավալով փոքրիկ այդ ստեղծագործությունը հակասական կերպով ընձեռում է լայն հնարավորություններ, նախ եւ առաջ ազատ ոճերի կիրառման իմաստով, բայց անկասկած թյուր է լայն տարածում ունեցող այն կարծիքը, թե իբր երգային ժանրը երաժշտության մեջ ունի գաչաճի կարգավիճակ եւ կոմպոզիտորներին այն տրվում է հեշտությամբ։ Ամենևին, լինելով սեղմ ու հակիրճ, այն պահանջում է դրամաչափորեն համարժեք արտահայտչականություն, որը ենթադրում է փոքրիկ ծավալի մեջ երաժշտական բովանդակ դրամատուրգիայի զետեղումը, նախաբանով, զարգացումով, լարումով, կուլմինացիոն հուզական բարձրակետով ու ավարտով։ Սա դժվարագույն խնդիր է, որն իր համանման հարցադրումներով առկա է նաև գրականության մեջ։ Գուցե հենց այդ բարդությունն էր հրապուրել Արնոյին, կամ թե մի ուրիշ բան, սակայն բոլոր դեպքերում շատերի կարծիքով երգային ժանրը ճիշտ այն բնագավառն է, որի համար ծնվել ու կոչված էր Բաբաջանյանական տաղանդը։ Նրա երգերը դա արև էր, դա պայծառություն էր, դա էներգիա էր,
տեսնեք մինչև հիմա նրա երգերը երգում են հաճույքով։ Այս վերջերս մենք մի համերգ տվեցինք Բաբաջանյանի, որտեղ երիտասարդ երգիչներն էին եւ նրանք իհարկե դժվարանում էին այդ երգերը, որտեղ երգերը բարդ են։ Բարդ երգեր են, որտեղ ամեն մի երգ երբ որ գրում է կոմպոզիտորը միշտ պատկերացնում է երգիչին սկզբից։ Իսկ նա աշխատում էր այնպիսի երգիչների հետ, որոնք մեծ դիապազոն ունեին, լավ ձայներ, հենց վերցնենք մեր Ռայիսա Մոտրչյանին, Ռուբեն Մաթևոսյանին, Մուսլիմ Մագաբայանին и так далее։ Ուզում եմ ասեմ, որ երիտասարդները, որոնք փորձեցին այս համերգին երգել նրա երգերը, բավականին դժվարանում էին, բայց մյուս կողմից էլ այդ փորձերի ընթացքում մենք փորձեցինք բացատրել նրանց, որ հարկավոր է մտնել երգի մեջ, բովանդակությունը, հիմա գիտեք ինչ այնքան ռեմիքսներ են անում, բայց չեն մտածում, որ երգի բովանդակությունը պետք է չփոխվի։ Եվ այն շորերը, որը այսօր փորձում ենք մենք հագցնել, ես շատ ողջունելի բան է դա ռեմիքսները, բայց ես միշտ ասում եմ, որ զգուշ է պետք լինել, որպեսզի երգի իմաստը չկորի։ Այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ։ Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել, իմ լավ հարազատ, իմ քաղաք, ծառդ քարիդ եմ շարել, քեզ հետ հասակ եմ արել։ 1951 թվականին խորհրդային էկրան բարձրացավ առաջին սիրո երգը հայկական կինոնկարը, որը հաշվածորերի ընթացքում ռեկորդային արդյունքներ ապահովեց դրամարկղային եկամուտների իմաստով։ Բոլոր առումներով ֆիլմն ինքնին հաջողված էր, սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ այդ հաջողության գլխավոր գրավականը կինոժապավենում հնչող երգերն էին՝ առաջին սիրո երգը, Երևանը, որոնց հեղինակն էր Առնո Բաբաջանյանը։ Այդ երգերը բառիբուն իմաստով դարձան հիթեր, որոնց մեղեդին այդուհետ կարելի էր լսել ամենուր, սկսած ռեստորաններից մինչև հանրային տրանսպորտ։ Դրանք շրջադարձային նշանակություն ունեցան Բաբաջանյանի կյանքում, եւ նրան միանգամից դարձրին հանրաճանաչ կոմպոզիտոր։ Ես նորից սիրով հետ եկա, իմացիր հոգիս սերս բար է, ինձ նման քեզ սիրող սիրտ չկա, առաջին այդ սիրուց ես չունեմ դադար։ Իհարկե առաջի սիրո երգի երաժշտությունը, առաջի սիրո երգի ֆիլմի երաժշտությունը Լայրդ Վաղարշյանի եւ Յուրի Երզենկյանի դեմադրությամբ այդ ֆիլմը դուրս եկավ համամիութենական էկրան։ Բոլոր երգերը ցեցին ապրել ինքնուրույն կյանքով եւ այդ երգերի շնորհիվ ճանաչվեց ֆիլմը, ֆիլմի շնորհիվ հիշվեցին երգերը։ Այնտեղ նաեւ Ղազար Օսարյանի երաժշտությունները, բոլոր սիմֆոնիկ հատվածները դա Ղազար Օսարյանի գրքին էին պատկանում։ Եղեսկով բազմաթիվ հիանալի երգերի հեղինակ 1956 թվականին Առնո Բաբաջանյանը տեղափոխվեց Մոսկվա, ապրելու եւ աշխատելու։ Խորհրդային երկրի համար հատուկ էր նման պրակտիկան, երբ օժտված մարդկանց սիրաշահելով եւ ավելի շահավետ պայմաններ առաջարկելով քաշում էին մայրաքաղաք եւ ծառայեցնում նրանց տաղանդը ռուսական մշակույթին։ Այդ ժամանակամիջոցին Առնոն հասցրել էր արդեն հեղինակել բազմաթիվ երգեր ու այլ ստեղծագործություններ հայկական էստրադայի եւ սիմֆոնիկ օրկեստրների համար, եւ նրա գերազանց երաժշտությունը անթակույց խանդ էր առաջացրել Մոսկվայում ու ցանկություն տեսնել նրան միայն մոսկովյան կոմպոզիտորների շարքում։ Բաբաջանյանի համար եւս նման հեռանկարը ցանկալի էր, քանզի Սովետ Միության մայրաքաղաքը իր երաժշտական կյանքի աշխուժ անցուդարձով ստեղծագործական դիապազոն ընդլայնելու գերազանց հնարավորություններ էր ընձեռում։ Առնոյի անզուգական երաժշտությանը սիրահարվելով նրա հետ աշխատելու ցանկություն հայտնեցին խորհրդային միության լավագույն բանաստեղծները։
Այսպես օրինակ, աննախադեպ արգասաբեր արդյունքներով պսակվեց Բաբաջանյանի երկարամյա համագործակցությունը անվանի ռուս պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկու հետ։ Բավական է նշել միայն նրանց երկուսի երգերից մի քանիսը՝ Գեղեցկության թագուհին, Կապույտ տայգան, Ժպտա, Եղիր ինձ հետ, Անսպասելի ժամին, Հանդիպում, Հուշ, Կանչիր ինձ, Ցանկություն պահիր, Շնորհակալ եմ քեզ, Հարսանիք։ Այս ստեղծագործությունները դարձել էին հիթեր, եւ հենց դրանց կատարումով էլ հանրաճանաչության բարձունք էր նվաճել ու իսկական գերաստղ դարձել Առնոյի հետ անչափ մտերմացած երգիչ Մուսլիմ Մագոմաևը։ Ֆենոմենալ հաջողություն ունեցան նաեւ Բաբաջանյանի այն երգերը, որոնք նա հեղինակել էր Եվգենի Եվտուշենկոյի ինտերակցիայով։ Այդ շարքում հատկապես հայտնի էին Միշտ ապիր, Սատանայի անիվ եւ Քո հետքերը ստեղծագործությունները։ Նույնը կարելի ասել նաեւ Անդրեյ Ոզնեսյանսկու հետ համագործակցության արդյունքում ծնված երգերի մասին։ Իմ մասնավորի, Սիրո տարին, Մոսկվա գետ, Վերադարձու ինձ երաժշտությունը չքնաղ գործերը։ Իսկ Լեոնիդ Դերբենյովի հետ գրված Երկրագնդի լավագույն քաղաքը երգը առասարակ տարիներ շարունակ չէր դադարում հնչել սովետական դիսկոտեկներում եւ երիտասարդական հավաքույթներում։ Пусть всегда нам светится счастье. Երկի բնակավարում մեծագույն հաջողությունների հասավ, նրա երգերը կատարում էին ինչպես Հայաստանում, այնպես Ռուսաստանում, նախկին Խորհրդային Միության հանրապետություններում եւ արտասահմանյան շատ երկրներում։ Որպես ստեղծագործող նա ամեն ինչին էր ուշադրություն դարձնում, օրինակ սովետական միություն երբ ներխուժեց Twist-ը, այդ ժամանակաշրջանում շատերը սկսեցին գրել Twist-ներ, բայց զարմանալի բան նույնպես նրանց Twist-երը կարծես արգելվում էր, իսկ Բաբաջանյանը հնչում էին եթերում։ Ժան Տակլյանը առաջի կատարողներից էր, օրինակ բանը էս եւ այլ, իսկ Գեղեցկության թագուհին Կարալևա Կրասատի երգը այսօր էլ է հնչում, այս երգը նույնպես հնչում է եւ ամեն ինչը նա կարծես հայկական երանգը կար այդ ամեն ինչի մեջ եւ դա խոսում է մեծ վարպետի մասին, որ ամեն ինչը Իրանով անցկացնելով նորից արտահայտել եւ արտացել էր իր ազգային պատկանելիությունը նույնպես։ Կարճ ժամանակամիջոցում Առնոն բառացիորեն հեղեղել էր մոսկովյան երաժշտասեր հանրությանը իր անզուգական ու չքնաղ երգերի տարափով։ Դա անրևակայելի մի բան էր, երբ կոմպոզիտորը երկնում էր հիթը հիթի հետևից, չխցկելով այդ շարք ոչ մի միջակ եւ թույլ ստեղծագործություն, այլ ընդհակառակը, ամեն անգամ գերազանցելով իր նախորդ գործերը։ Դա իսկական ֆենոմեն էր, չտեսնված բան։ Ընդամենը մի քանի տարվա աշխատանք Մոսկվայում եւ անվանի շատ էստրադային երգահաններ, որ մինչև այդ լողում էին парքի մեջ, հանկարծ հայտնվեցին Բաբաջանյանի ստվերում։ Երգիչները հերթի էին կանգնում նրա դաշնամուրի ստեղներից ծնված ցանկացած մոտիվ ու էսքիզ երգի վերածելու եւ իրենց երգացանքում ներառելու համար։ Բանաստեղծները պատիվ էին համարում աշխատել նրա հետ, իսկ ահա հանրությունը էքստազի մեջ էր Առնոյի պարգևած անզուգական մեղեդիները ունկնդրելով։ Ժողովուրդը շատ էր սիրում նրան, նրա համերգները միշտ անցնում էին լեփլեցուն դահլիճներում, լեփլեցուն։ Նա յուրատեսակ երևույթ էր մեր երաժշտության մեջ։ Նրա թողած հետքը շատ նշանակալից է եւ կատարողական արվեստում եւ կոմպոզիտորական արվեստում։ Նրա բոլոր ստեղծագործությունները այդ լինում է այսպես, բոլոր կոմպոզիտորներին մոտ էլ այդ բանը կա, որ կա ոչ այնքան հաջողված ստեղծագործություն, կա շատ լավ, շատ հաջողված։ Նրա մոտ հիմնականում երևի կարող եմ ասել 99%-ով հրաշալի հաջողված ստեղծագործություններ, որոնք մեծ արձագանք էին գտնում, որտեղ որ հնչում էին այդ ստեղծագործությունները, հիմնականում ինքը եթե դաշնամուրային ստեղծագործությունները ինքը չէր սիրում վստահել որևէ մեկին, աշխատում էր ինքը նվագել։ Ах, тополиный пух, тополиный
Պատվերներն Առնոյի վրա թափվում էին հեղեղի նման։ Գործնականում անհնար էր ֆիզիկապես եւ հոգեպես հասցնել այնքան, որքան սպասում, ակնկալում ու պահանջում էին նրանից բոլորը։ Դա պարզապես վեր էր մարդկային ուժերից։ Հայտնի է, որ Բաբաջանյանը այդպես էլ չհասցրեց ըստ պատշաճի ներկայանալ կինոյում, չնայած որ այդ բնագավառում նրան մշտապես պատրաստ էին ընդունել առանձնակի ակնկալիքներով։ Այն սակավաթի ֆիլմերից մեկը, որում աշխատեց Բաբաջանյանը, հայ-ռուսական համատեղ կինոձեռնարկն էր, Հարսնացույն հյուսիսից հանրահայտ Ժապավենը։ Ինչպես հետագայում հիշում էր այդ ֆիլմի ռեժիսորը, Առնոն համաձայնել էր գրել այդ ֆիլմի համար երաժշտությունը սոսկային պատճառով, որ գլխավոր հերոսի համար ընտրել էին նրա որդուն, Արա Բաբաջանյանին եւ կեսկատակ կեսլուրջ պայման էին դրել կոմպոզիտորի առաջ, թե Արան անմիջապես կզրկվի դերից, եթե հայրը հրաժարվի օգնել երաժշտության հարցում։ Արդյունքում լույս աշխարհ եկավ անզուգական մի կատակերգություն, որն իր հաջողության մեծ բաժինը վաստակել էր շնորհիվ ֆիլմի հիմքում ընկած բաբաջանյանական մյուզիքլի։ Пушинка белая, полети со мной, вдали я замужем проживу, чужую женщину в стороне другой своею мамой назову, чужую женщину в стороне другой своею мамой назову. Վաթսունականների եւ 70-ականների խորհրդային էստրադային եւ ջազային երաժշտությունը ձևավորվեց ու թևակողեց իր ծաղկունքի բարձրակետը հիմնականում շնորհիվ մի քանի անունների, որոնցից մեկն ու թերևս առաջինն էր Առնո Բաբաջանյանը։ Երգային ժանրում երաժշտական դրամատուրգիայի ակադեմիական գրագետ կառուցման եւ միևնույն ժամանակ մոտիվների անկաշկանդ իմպրովիզացիայի ու շռայլ մեղեդայնության առումներով նրա հետ չէր կարող մրցել ոչ ոք։ Իսկ հավասարվել նրա երաժշտության հուզականությանը անհնար էր առհասարակ։ Երաժշտագետների բնորոշումով Առնո Բաբաջանյանն անկրկնելի էր։ Անկրկնելի էին նրա արտաքինը, վարվելաձևը, պայթուցիկ բնավորությունը, դաշնամուր նվագելու կերպը, նրա ողջ ստեղծագործությունը։ Պաթետիկ արտահայտված երաժշտությունը նրա համար ոչ թե սոսկ արվեստ ու ստեղծագործություն էր, այլ իր էությունը, բնությունը եւ հոգին։ Я приду к тебе с повинной не солгу. Кисть рябины. Առնո Բաբաջանյանը որպես կոմպոզիտոր եւ որպես անձ, ով նրան ճանաչում էր դա ինչ-որ ֆանտան էր, դա էներգիայի մի կույտ էր, որը իր կողքը միշտ բռնկում էր ամեն ինչ։ Եվ իսկ նրա երաժշտությունը դա նրա շարունակությունն է։ Եվ մենք պարտավոր ենք այդ երաժշտությունը նվագել եւ նույնիսկ եթե մենք չնվագենք, բոլորը երգում են ներկա նրա երգերը։ Առնոն ինքը նման էր երաժշտությանը, իսկ ավելի ստույգ նրա հոգին ասես տարալուծված էր իր երգնած մեղեդու մեջ։ Կենսասիրություն, անսպառ ու անհատնում կենսասիրություն։ Ահա այն մեծագույն պարգևը, որով հարուստ էր նրա հոգին եւ որով նա շռայլորեն սնում էր իր արվեստը։ Նաեւ կյանքում փոխանցում էր այն հարազատներին, մտերիմներին, ընկերներին եւ առասարակ բոլոր նրանց, ում հետ շփվում էր թեկուզ պատահականորեն։ Որպես անձնավորություն շատ մատչելի, շատ հասանելի, շատ հումորի տեր անձնավորություն եւ շատ էր սիրում նոր անեկդոտներով կիսվել եւ նրա սիրած անեկդոտներից մեկն էլ այսպեսին էր, որ տրամվայում նստած են երկու հոգի, այսպես դիմաց, ես մեկը շարունակ նայում ժպտում ասում այ քեզ բան ասում լսեք ինչ եք շարունակ ինձ նայում ասենց ժպտում եք ասում եք այ քեզ բան ինչա պատը իրեք ասում դուք մի նեղացեք բայց դուք շատ նման եք իմ կնոջը այսպես դեմքերով դիմագծով եթե բեխերը չլինեին ասում բայց ես բեղ չունեմ չասում կինս ունի շատ կատակասեր մարդ էր Բաբաջանյանը շատ կատակասեր մարդ էր ես հիշում եմ ֆիլմ էին նկարում նրա մասին Ռուսաստանից եկել էին մի խումբ եւ նա իր ընկերոջ հետ ուրեմն ասես մանավալի Դիլիջանի ուրեմն կոմպոզիտորների տան մոտով եւ
իրան ասում են խոսեք իրար հետ, որ զրույց եք անում, դե հիմա ինչ ասի։ Այդ ընկերը իրան ասում է Արնո ջան, մամայիս հիշում ես, չէ, ասում է պապայիս հիշում ես, ներողություն։ Արնո ջան, պապայիս հիշում ես, Արնոն էլ կատակասեր մարդ ասում է, չէ, պապայից չեմ հիշում, բայց մամայից շատ սուսուտ եմ հիշում։ Ուզում ասեմ, ինքը թվում էր, որ դելիկատ չի, մեկ կարող էր ինչ-որ մի սուր խոսք ասեր բան աներ, բայց շատ նուրբ հոգի ունեցող մարդ էր, ես այդ բանը հասկացա, վերջի տարիներին, երբ որ մենք իրար հետ աշխատում էինք, ես ժամանակ հասկացա, որ ինքը այդ ամեն ինչը դրսի բան էր, իսկ ներսում ինքը շատ նուրբ մարդ էր։ Ջանը ինքը իրենից վառ անհատականություն էր եւ դա շատ մեծ նշանակություն ունի, քանի որ ինքը թողել է եւ լավ ընկերների մոտ հիշատակներ, որոնք այսօր կենդանի են, որոնք մեզ պատմել են նրա, ասենք, հետաքրքիր անցյալից, նրա նիստուկացից, նրա հետաքրքիր ուրախ բնավորությունից, քանի որ նրանք Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան նրա ամենամտերիմ ընկերներն են եղել եւ մի շփում եղել է նրանց մեջ։ Մենք փոքր ենք եղել։ Եվ ավելի շատ կողքից շփվել ենք, կողքից մեր մեծերի միջոցով, իր միջոցով շփվել ենք, որտեղ մենք չենք կարող ընկեր որպես լինել։ Եվ տեսնելով այդ բարի, լավ մոտեցումները, ցանկացել ենք ուղղակի ավանդույթ սարքել այդ մոտեցումը։ Եվ աշխատում ենք մենք ինքներս այսօր մեր երիտասարդության իմ ընկերներս երաժշտական աշխարհում, թե մշակութային ընդհանուր աշխարհում աշխատում ենք, որ նույն մոտեցումով, նույն բարի մարդկային մոտեցումով մեր երիտասարդներին վերաբերվենք։ Սովորական առօրյան նա անմոռանալի տոն էր դարձնում մարդկանց համար։ Վիլյամ Սարոյանի Արնոյին նվիրված լուսանկարի մակագրությունն այդ տոնի ականատեսի վկայությունն է։ Ես երկար կհիշեմ երաժշտության, ծիծաղի, բարի, երգի ոգեշնչող զգացմունքների հրաշալի գիշերը մեծանուն Արնո Բաբաջանյանի Մոսկովյան տանը։ Հայաստանի սոցիալիստական սովետական հանրապետության հոբելյաններ կացեն եւ կենտրոնից խնդրեցին որևէ ստեղծագործության հանդես գալ, մի երգ գրեց նա «Մեր սիրելի Երևանը» եւ այդ երգը այդ հոբելյանական երեկոյին մենք կատարեցինք օպերայի բալետի թատրոնի սրահում կատարեցինք, ինքը այդ ժամանակ արդեն հիվանդանոցում էր եւ հիվանդանոցում հեռուստատեսությամբ նայում էր այդ բանը կատարել, որ այդ հիվանդանոցից դրանից հետո արդեն դուրս չեկավ ինքը։ Արնոն ոչ թե պարզապես ապրում էր իր կյանքը, այլ քամում էր կյանքի յուրաքանչյուր պահից ու ակնթարթից այն ամենը, ինչ հնարավոր է։ Քամում էր խորը հոգեբավությամբ, ճիշտ այնպես, ինչպես վերապրում էր իր նվագի ամեն մի նոտան ու հնչյունը։ Ուստի, երբ 1983 թվականի նոյեմբերի 11-ին տարածվեց հայ հանճարեղ կոմպոզիտոր, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Արնո Բաբաջանյանի վախճանի լուրը, ոչ ոք չէր ուզում հավատալ դրան, եւ ոչ ոք չէր կարողանում պատկերացնել, որ ապրելուն այդքան ծարավ մարդը կարող է մի օր մահվանը թույլ տալ ընդհատել իր կյանքի անզուգական մեղեդին։ Մարդը մահանում է այն ժամանակ, երբ իրեն մոռանում է։ Արնո Բաբաջանյանը ունի երգ, չէ, ես կմնամ իմ երգերում։ Դա Աստված, որ նա եւ նրա նմանները մնան իրենց երգերում, իրենց նկարներում, եւ մեր ազգը իսկապես կարողանա իրենց մեծերին, իր մեծերին կարողանա հարգել, պաշտել ինչի՞ չէ, պաշտել։ Եվ թեև ասում են կուրկը լավ բան չի, բայց այս դեպքում կարելի է նաև կուրկ ունենալ, ինչ խանգարի որ։